Հունվարի 2-ին Արմավիր Երևան ավտոճանապարհին ծառայող Արմավիրի մարզի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են Opel Magnish-ի մի ավտոմեքենա։ Ստուգման պարզվել է, որ Արմավիր քաղաքի բնակիչ 26-ամյա վարորդի ներկայացրած վարորդական իրավունքի վկայականը կեղծ է։ Նման մի դեպք էլ Արմավիրի մարզի պարեկներն արձանագրել են հունվարի 9-ին։ Արմավիր Երևան ճանապարհին նրանք կանգնեցրել են մի BMW, որի վարորդ Նոր Կեսարիա գյուղի 24-ամյա բնակիչը ներկայացրել է միջազգային վարորդական իրավունքի կեղծ վկայական։ Ըստ վարորդի վկայականը նա ձեռք է բերել Telegram-յան կայքեջի միջոցով։ Հաջորդ դեպքը Արմավիրի պարեկները հայտնաբերել են հունվարի 14-ին։ Սարթուն գյուղում նրանք կանգնեցրել են առանց ապա պայմանագրի շահագործվող Opel Magnish-ի մեքենա։ Եղեգնուտ գյուղի բնակիչ 31-ամյա վարորդը ներկայացրել է վարորդական իրավունքի կեղծ վկայական։ Հունվարի 9-ին Արմավիրի մարզի պարեկները արձանագրել են նմանատիպ եւս 3 դեպք։ Այդ դեպքերում վարորդները հայտնել են, որ կեղծ վկայականները ձեռք են բերել Telegram-յան կայքեջի միջոցով։ Հունվարի 20-ի գիշերը Արմավիրի պարեկները կանգնեցրել են BMW Magnish-ի մեքենա, որի վարորդ Ակնալիջ գյուղի 27-ամյա բնակիչը ներկայացրել է վարորդական իրավունքի կեղծ վկայական։ Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն, հանգամանքները պարզվում են։ Հարգելի քաղաքացիներ, վարորդական իրավունքի վկայական կարելի է ստանալ բացառապես օրինական ճանապարհով, այցելելով ներքին գործերի նախարարության հաշվառման քննական ստորաբաժանումներ։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։